Հա, հիմա խոսենք խաչակրաց արշավանքներից։ Իրանք շատ կարևոր են, որովհետև ի վերջո նաև մենք որ խոսեցին գործոններից, որոնք նպաստեցին Կիլիկյան պետության, Կիլիկյան իշխանության ստեղծմանը, չի կարելի անտեսել խաչակրաց արշավանքը, չէ։ Մենք երևի, չգիտեմ, էլի թեական բաներ եմ ասում, բայց միգուցե եթե չլինեին Կիլիկյան արշավանքները, Կիլիկյան չգոյատվեր։ Խաչակրաց արշավանք։ Ասում Կիլիկյան, հա, խաչակրաց արշավանքները, որտեղ նախ ուղղակի, քանի որ մեր լսարանին որպեսզի մի քիչ པարզ դառնա, ինչ է խաչակրաց արշավանքը, մի երկու խոսքով կարողանանք ասենք, հա։ Խաչակրաց արշավանքները դրանք խորհրդանշորեն անվանված արշավանքներ են, որոնք դասական առումով 7-8-ն են եղել, հետագայում դրանց ավելացնում են այլ արշավանքներ, բայց ինչի մասին են խաչակրաց արշավանքները, եւ մենք պետք է պատկերացնենք, թե ինչպիսին էր Եվրոպան 11-րդ դարում։ Դրա համար ես կբերեմ մեկ օրինակ 13-րդ դարի սկզբի Եվրոպայի մասին, դա կոչվում է երեխաների խաչակրաց արշավանք, մինչև բուն խաչակրաց արշավանքների այսպես շղթայական ժամանակագրության անցնելը, երբ որ ամբողջ Եվրոպայից, Գերմանիայից, Ֆրանսիայից պատանիներ, երեխաներ խանդավառ գնանք փրկենք տիրոջ գերեզմանը, ուր գնանք Վենետիկ, որպեսզի մեզ տանեն, մենք փրկենք տիրոջ գերեզմանը, այսինքն այդ կրոնական հզոր ազդեցությունը եւ նրանց մոտ որոշակի կրոնական պատկերացումները շատ ուժեղ էլի կարելի ասել։ Դա միջնադարին հատուկ աստվածակենտրոն մտածողության հզոր ուժներ, գալիս հասնում են Վենետիկ եւ բազմահարյուր, բազմահազար այդ երեխաները, նրանք ուղղակի վաճառականները վենետիկյան ասում են դե եկեք նավը մենք ձեզ տանենք Սուրբ Երկիր եւ Սուրբ Երկիր տանելու փոխարեն նրանց բոլորին վաճառում են ստրկության։ Սա ինչու եմ ես սիմվոլիկ համարում, որ եվրոպական միջավայրը 11-րդ դարում ոչ միայն եվրոպական միջավայրը, կրոնական ազդեցությունը շատ ուժեղ էր եւ Հռոմի Պապի դերակատարությունը եւս շատ ուժեղ էր եւ տիրոջ գերեզմանը մուսուլմաններից մենք հաճախ անվանում ենք մահմեդական, բայց կարծեմ ճիշտ ավելի գիտական բառը մուսուլմաններից, որոնց անվանում էին նաեւ սարացիններ, փրկելու պայմանական ասած փրկելու համար Հռոմի Պապը Կլերմոն քաղաքում ժողով է հայտարարում եւ հիմնական եվրոպական պետությունները, որոնց կորիզ այդ ժամանակ կազմում էին նորմանները, սկանդինավներից Ֆրանսիայում, Անգլիայում իրենց վերնախավերը հավաքվում են եւ գալիս են առաջին խաչակրաց արշավանքի։ Եվ հենց այդ շրջանում էր, որ նրանց առատորեն խրախուսում էին նաեւ վենետիկյան, ջենովական հանրապետությունները իրենց նավերով Պիզան, որոնց դիմաց հետագայում նրանք այդ գրաված քաղաքներում, Ակրայում, Տրիպոլիում, Բեյրութում, Երուսաղեմում, ավելի ծովափնյա քաղաքներում նրանք ստանում էին Տյուրոսում, ստանում էին Բիբլոսում, նաև ստանում էին առևտրային հենակետեր։ Այսինքն, եթե կարելի է այսպես անվանել, տիրոջ գերեզմանը փրկելու կարգախոսի տակ, որը չի կարելի անվանել կեղծ։ Այո։ Դա իր կրոնական բաղադրիչ ունի, բայց այնտեղ կային տարբեր այլ բաղադրիչներ։ Եվ մոբիլիզացնելու համար շատ լավ բաղադրիչ։ Այսինքն սա մի տեսակ համակարգչային լեզվով ասած ծրագիր էր, որը ինստալյացիա էր լինում, որտեղ ոչ միայն կար իդեալիստական հոգևոր նպատակ, այլ նաև կար շատ ուժեղ մատերիալ նպատակ եւ պատահական չէ, օրինակ 13-րդ դարում ֆրանցիսկյան միաբանները կամ դոմինիկյան միաբանները երբեմն իրենց մեջ կրում էին նաև, երբ որ գնում էին քարոզելու քրիստոնեություն, կաթոլիկություն տարածելու, իրենց մեջ կրում էին նաև որոշակի տնտեսական գործառույթներ։ Այսինքն սա հոգևորի իդեալիստական եւ մատերիալի համակցության մի շատ կարեւոր ընթացք էր։ Եվ խաչակրաց արշավանքները ինչով էին կարեւոր։ Հարցն այն չէ, երբեմն ըստիս թյուր կարծիք կա, որ եթե Կիլիկյան Հայաստանը ուներ լարված հարաբերություններ խաչակրաց պետությունների, մասնավորապես Անտիոքի իշխանապետության հետ, ուրեմն դա վնասում էր Կիլիկյան Հայաստանին, բայց դա ամենևին դրա մասին չէ։ Բայց սկզբից օգնեց, չէ՞, երբ որ գալիս էին Եդեսիայի դարպասները բացեցին։ Ի վերջո, ես ճիշտ եմ, չէ՞ պատկերացնում, եվրոպացիները գալիս են արևելք ու հանկարծ արևելքում տեսնում են մի հատ քրիստոնեական ինչ-որ բան, իշխանություն, մենք պետք է որը օգնում է իրենց։ Կոնստանտինի ժամանակ առաջ անգամ հանդիպեցին։ Հա, այսինքն այդ շրջանում հանդիպեցին, բայց այստեղ ինչն է հետաքրքիր, որ մենք երբ որ հիմա ասում ենք Եվրոպա, մենք պետք է հասկանանք, նաև պատկերացնենք, որ իր ժամանակի Եվրոպան
Եվրոպայի քաղաքակրթական կամ մշակութային սահմանները բոլորովին այլ էին։ Օրինակ տարբեր հետազոտություններում երբ որ նշում են եւ հաճախ քրիստոնեությունը Եվրոպայի սահմանները գծող ամենակարևոր գործոնն էր եւ օրինակ Իսպանիայի հարավը, որը արաբական իշխանության տակ էր, երբեմն չէին ընկալում որպես Եվրոպայի մաս, այսինքն այն աշխարհագրական Եվրոպան, հենց սա է հետաքրքիր, որ Եվրոպայի այն ընկալումը, որ հիմա մենք ունենք, Արևելք Ասիայի, Արևելքի ու Արևմուտքի մեր ընկալումները, որ ունենք, որը գալիս է դասագրքերից, տարբեր նարատիվներից, իր ժամանակի համար այլ էին։ Դրա համար օրինակ երբեմն, երբ որ ես ուսումնասիրում եմ ժամանակի գրականությունը, տարբեր աղբյուրներում ընկալումների արտահայտությունները, ես օրինակ շատ հաճախ իմ մոտ տպավորություն է առաջանում, որ Կիլիկիան Մարկո Պոլոյի մոտ կամ տարբեր աղբյուրներում Կիլիկիան շատ ավելի եվրոպական ֆրոնտիրների մեջ էր մցվում, քան նույն Իսպանիայի հարավը, որը արդեն այդ ռեկոնքիստան ավարտվեց 15-րդ դարի վերջին։ Սա շատ հետաքրքիր է, այսինքն այո, կային լարված հարաբերություններ, բայց աշխարհակաղակական բալանսի տեսանկյունից առանց խաչակրած արշավանքների, ոչ թե ես դնում եմ դա որպես որոշիչ գործոն, բայց առանց խաչակրած արշավանքների, առհասարակ հետագայում նաև մոնղոլական արշավանքների հետ Արևելքի ու Արևմուտքի հավասարակշռման մեջ Կիլիկյան վերնախավին շատ ավելի դժվար կլիներ մանևրել եւ պահել պետությունը։ Հա, իհարկե, միակ գործոնը չի, ընդհանրապես ոչ մի բանով երբևիցե ոչ մի պատճառ չկա։ Չի լինում, պատմական ոչ մի իրադարձություն չես կարող ուղղակիորեն մի գործոնի հետ կապես եւ խաչակիրները նույնպես այդ առումով, այսինքն իրենք գալիս էին, հանդիպում են եւ Կոնստանտինը ինչով հետաքրքրացրեց, այսինքն ոնց այդ դաշինքի իմաստը, որ ինչ էր տալիս Կիլիկիային եւ ինչ էր Կիլիկիան տալիս խաչակիրներին։ Նախ նշենք, որ հետագայում դրա կուլմինացիան արդեն 4-րդ խաչակրած արշավանքն էր 1204 թվականին, երբ որ նվաճվեց Կոստանդնուպոլիսը, այսինքն խաչակրած արշավանք բյուզանդական կայսրության դեմ։ Սա այն ակնհայտացման փուլն էր, երբ որ պարզ դարձավ, թե իրականում խաչակրած արշավանքները ինչ պրոյեկտ էին, այսինքն դրանք ինչ որտեղ նաև հակաբյուզանդական էին, որպեսզի նաև կանխեին, որովհետև կաթոլիկության տարածումը դա նաև քաղաքական տարածում էր, դա Եվրոպայի ֆրոնտիրների ընդարձակում էր, բյուզանդյան խանգարում էր եւ բյուզանդական իրողությունները, որոնց համար էլ քաղկեդոնականության ուղղափառության տարածում էր, եթե նկատեք 1054 թվականին Կոստանդնուպոլսի տիեզերական ժողովում արևմտյան եկեղեցին բաժանվում է երկու մասի, եւ սա էլ է հետաքրքիր, այսինքն կրոնական քաղաքականությունը դա աշխարհակաղակականության մեծ յուղոտ շերտ էր եւ արևմտյան եկեղեցին, այսինքն ուղղափառության եւ կաթոլիկության միջև բաժանվելու այդ ջրբաժանը ի վերջո արտահայտվեց հետագայում նաեւ ընդհանրապես Հռոմի Պապի որպես ծանրության կենտրոն, ուղեղային կենտրոն իր գործելակերպի հերուն գնացող նպատակների մեջ, որոնք առհասարակ Եվրոպայի ազդեցության սահմանները ընդարձակելն էր, որովհետև այդ շրջանում եվրոպական իրականությունը հռոմեական կայսրության անկումից հետո տեղեկատվական վակուումի մեջ էր, գնալով պարփակվում էր, եւ պետք էր վակուումը նորից բացել, տեղեկատվական հոսքերը բացել, այդ Վենետիկը, Ջենովան դարձան են շլյուզները, այդ տեղեկատվական դարպասները, որոնցով տեխնոլոգիաները սկսեցին լցվել եվրոպական իրականություն եւ մենք արդեն 14-րդ դարում տեսանք վերածնունդի առաջին սաղմերը։ Սա շատ հեռուն գնացող պրոյեկտ էր, որի մեջ ինչու էր Կիլիկիան կարևոր։ Նախ իր տարածքի համար։ Այսինքն տարածքը ինքը չափազանց առավել քան հնարավոր է գնահատել ստրատեգիական նշանակություն ուներ բոլոր այդ գործողությունները իրականացնելու համար։ Համար հետագայում եւս Կիպրոսն ու Կիլիկիան Հայաստանը հատկապես խաչակրած պետությունների անկումից հետո 13-րդ դարի վերջին դարձան եվրոպական գլխավոր հենակետերը ընդհանրապես տարածաշրջանում, գլխավոր ֆրոնտիրները եւ դրանք հաստատվում են ընդհանրապես աղբյուրներով եւ միևնույն ժամանակ դա քրիստոնեական պետություններ վերջի եւ այդ քրիստոնեության հանգամանքը որքան էլ որ արևելյան ուղղափառներ էին, բայց հետագա հարաբերությունները նաև Լևոն առաջին թագավորի ժամանակ, երբ որ կաթոլիկության ծեսերի ընդունման, ի վերջո մենք ունենք Հետում երկրորդ թագավոր, որ առհասարակ ընդունում է կաթոլիկություն,
Մենք հետո դրան կանդրադառնանք։ Այո, խոսենք դա առանցին մի մեծ թեմա է։ Բայց այս ամբողջը մի շղթայի շարունակություն է։ Այսինքն Կիլիկիան ընդհանրապես մինչև հիմա համարվում է աշխարհի ամենաբերի, ամենահարուստ վայրերից մեկը, որտեղ կա եւ ռելիեֆային տարբերակումներ, լեռնային, դաշտային, ծովային այդ հատվածները եւ կային անասնապահության Կոպիտ ասած բանակները պետք է կերակրեն, երբ ուղարկում ես բանակ, հսկայական մեր բաները լսարանին ուղղակի որ պատկերացնենք, մենք մի քիչ պրիմիտիվացված պատկերացում ունենք դասագրքերում, որ գրում է, որ ասում են բանակը այսքան բանակով եկավ, գրավեց, ճակատամարտ տվեց, բայց մարդիկ մոռանում են ռոբոտներին ոչինչ չեն անում, ոչինչ չեն։ Այո, այդ եմ ուզում ասեմ։ Ասենք եթե 60000-անոց բանակ է գալիս, պատկերացնում եք ինչքան ինչպես պետք է կերակրվեր։ Ոչ միայն մարդիկ պետք է ուտեին, իրենց ձիերը պետք է ուտեին, այդ ամեն ինչը մեծ տնտեսություն է, այդ լոգիստիկան որպես այդպիսի։ Եվ գալիս են Կիլիկիա, որտեղ բեր կար։ Ես ես դրա համար եմ ասում, էլի, որ երբ որ մենք հաճախ ճանապարհային ժամանակային ընկալումները շատ արագ ենք անցնում, Օշին իշխանը եկավ, հիմնադրեց Լամբրոնում իրենց իշխանությունը, բայց ինչպես եկավ, ինչու եկավ, այսինքն կրթական այդ կամուրջային մտածողությունը, օրինակ արգելքները ուսումնասիրել, ճանապարհային վերջը գիտեին ճանապարհվում ինչպես էին գալիս, այդտեղ բազմաժանր գիտելիքներ կան, ճանապարհի իմացությունն է, Հիմա պատկերացրեք, էլի ոչ կողմնացույց ունես, ոչ GPS ունես, ոչինչ չունես ու դու հսկայական հազարավոր կիլոմետր պիտի գաս։ Դա խոսում է այն մասին, որ կային ճանապարհներ, կային մարդիկ, որոնք տանում էին կարգ հաղորդակցության այնպիսի հնարավորինս մատչելի ձևեր, որոնց միջոցով նրանք գալի հասնում էին։ Հիմա նույնը խաչակրած արշավանքների պարագայում։ Դա բարդ գործընթաց էր։ Կիլիկիայի նշանակությունը կարելի է հասկանալ զուտ բավական է մենք քարտեզը բացել եւ նայել։ Որովհետեւ Կիպրոսը ինքը ինչու օրինակ երրորդ խաչակրած արշավանքի ժամանակ Ռիչարդ Առյուծասիրտը հենց եկավ Կիպրոսը գրավեց, որպեսզի դա միայն իր ցանկությունը չէր։ Որովհետեւ Կիպրոսը հետագայում կարող էր ընկնել եւ Եգիպտոսի մամլուքների ձեռքը, հետագայում արդեն, հա, մինչեւ այդ թուրքական ցեղերը կարող են գրավել, շատերը կարող են գրավել, բայց Ռիչարդ Առյուծասիրտի, այսինքն ընդհանրապես խաչակրած արշավանքների մեծ պլանի մեջ էր նաև հետագայում մտնում Կիպրոսի նշանակությունը, որտեղ Կիպրոսի ու Կիլիկիան Հայաստանի նշանակությունը իրանք սերտաճած են։ Եվ դա էլ պատահական չէ, որ երբ որ արևմուտքից գալիս է թագեր, միաժամանակ գալիս են երկու թագեր։ Եվ Կիպրոսի մյուսը Կիլիկիա։ Սա շատ հեռուն գնացող, շատ մտածված պատահականություններ Դե բանը կային, չէ՞, խնամիական կապեր ամուսնական Կիպրոսի եւ Կիլիկիայի։ Հետագայում լինում է։ Հա, բանը նաեւ թարգմանիչ էին երևի, ճանապարհներ էին ցույց տալիս։ Թարգմանիչներ էին ճանապարհային ցույց տալիս, այսինքն այստեղ նաեւ երևում է հենց այդ խնդիրը, որ